Ողջույն։ Ողջույն։ Խոսում է Երևանը։ Խոսում եւ ցուցադրում։ Դե ցուցադրելը բոլորը գիտեն, ես ինչ որ ցուցեմ դրում։ Ամսի 15-ն է, հուլիսի 32 աստիճան, ի տարբերություն երեկվա 34 աստիճանի։ Ժողովուրդ ջան, ես մի հատ բան եմ ուզում ասեմ։ Հիշում եմ առաջներում ես դա մի քանի անգամ ասում էի։ Այս ժամանակ կոմենտները շատ ավելի անհանդուրժողական էին իրար նկատմամբ, ու ես մի երկու անգամ տենց ելույթ ունեցա, բայց շուտ էր երևի մի 8 տարի առաջ։ Ուրեմն միտքը ինչ է։ Նայեք, ասենք մոտավորապես 10 միլիոն հայ ենք, հա, աշխարհում։ Вообще-то 13։ Դե մոտավորապես։ Հիմա այս մեր ալիքը մի փոքրիկ հատված է։ Եթե մեզ հաջողվում է այդ փոքրիկ հատվածում իրար նկատմամբ ոնց որ ընտանիքի անդամներ լինենք, մենք ոնց որ տենց փոքր մի հատ օրինակ ենք ցույց տալիս, որտեղ մենք ինչ որ ոչ նկարիչներ ենք, որ հավաքվել ենք իրար հետ, ոչ երաժիշտներ, ոչ էլ ինժեներներ, տարբեր մարդիկ ենք, այսինքն շատ լավ ցույց ենք տալիս հայերի միասնություն չէ, հայերի տարբեր գործերով զբաղվող մարդիկ ենք բոլորս, ու այդ ժամանակ ես որոշեցի անվանեմ մեր ալիքի գրողներին, նայողներին մերոնք, որ այդ խոսքով մենք այդ միավորությունը աշխատենք զգալ ու իրար հարգենք։ Դե պարզ է, ժամանակ առ ժամանակ ես կարծում եմ հանկարծակի մարդիկ, ինչ որ նենց պատահական մարդիկ։ Պատահական, ինչ որ նենց ոնց մեղմ ասում, մունաթական կոմենտեր են գրում։ Ես այդ չեմ սիրում բացարձակ, որտեվ իրար նկատմամբ ջերմ ու իրար հասկանալ ամենակարևորը, շատ հաճելի բան է։ Եկեք այստեղ անցնեմ, այդքան էլ ռադիո չենք էլի, որ ես համարին նայենք։ Հիմա ես մի կոմենտի օրինակի վրա կասեմ, ես երեք որ խոսացինք, շուկայի մոտ որ անցնում էինք էլի, ես այդ կոմենտը դեռ չէի կարդացել։ Անահիտի պատմածով ես խոսացի կոմենտի մասին։ Դե խոսքը հայերենով տիրապետելու մասին էր։ Մի հատ անունը կարդա Անահիտ ջան։ Լեսլի Հոթչքիս։ Հոթչքիս։ Լեսլի Հոթչքիս։ Քիս, հա։ Ինքան դժվար է։ Հա, դժվար անուն է։ Ուրեմն Լեսլին գրեց, դե կարակ նայեք, որ վիդեոյի տակը դերևում է, տեղ չէ։ Լավ, մի խոսքով կոմենտա, որտեղ ինքը հանդիպեցինք Մոսկվայում։ Հա, երևի Մոսկովյանում, որ լավ աղջիկներին հանդիպեցինք, մեր Լարա Ալբերտովնայի երեխաներին թոռներին։ Ես ասեցի, իսկական երևանցի, Լեսլին դա շատ դուր չեկավ, ինքը գրել է, այդ ինչ իսկական երևանցի է, 10 խոսքից 8-ը ռուսերեն, թե 9 չգիտեմ, ու ինքը գրել էր, որ ես 40 տարի Ամերիկայում եմ ու իդեալական հայերեն եմ խոսում։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, նախ Ամերիկայում, նույնիսկ Ամերիկայում, բոլոր քաղաքներում չի, որ տենց լավ տիրապետում են, մանավանդ ընդեղ ծնվածները։ Ու դե մեծահասակները ստեղ են սովորում իհարկե։ Ասենք Լոս Անջելեսում շատ մեծ հայկական համայնք կա, հայեր իրար հետ շփվում են եւ այլն, ու դա հեշտ է։ Նույնիսկ Նյու Յորքում արդեն տենց չի, կամ Սիեթլում էլի։ Այնտեղ արդեն ավելի դժվար է, որ երեխայա ծնվում իրան հայերեն սովորացնես եւ այլն էլի։ Լոսում իհարկե դա անհամեմատ հեշտ է։ Հա, իդեպ մի հատ անեկդոտ պատմեմ, այդ հերյական անեկդոտը զանգատալի Ռուսաստանից ընկերոջը Նյու Յորք, ասում է, հա, ոնց ես, ասենք, Խայիմ,
Ասմա լավ եմ, ասմա Ռաբինովիչը ամուսնացավ, այս մեկը ասմա վիրահատեցին, հաջող անցավ, այն մեկը խանութ բացեց եւ այլն։ Սա ասմա հա այդ բոլորը հрьяաները, իսկ Նյու Յորկը ոնց է։ Ասմա չգիտեմ, ես ընդ դուրս չեմ գալի։ Հիմա Լոս Անջելեսում անշուշտ նույնիսկ այդ հնարավորությունը կա դուրս չգալ, էլի։ Դե հիշում եք, մի անգամ պատմում էի տղաս գնացել էր։ Ես էի ուզում ասել, որ գնացել էր, ասեց այնտեղ բոլորը հայերեն են խոսում, խանութներում, ասում, ու այն որ խառնել էր, հա, Մեքսիկին։ Ավելի լավ բան պատմեց, ասում մտա մի հատ խանութ, դե արդեն սովոր են, որ հայերեն են խոսում, խանութ։ Հիմա ասում մի հատ սև տղա է նստած, ոչ թե սևամորտ, այլ ուղղակի սև, ու մի հատ էլ սենց են իրոկեզա ինչ է, սենց պրիչոսկա են անում է, բարձացրած, ակլորի նման, ու մի հատ էլ տենցն է նստած, էլի, դե ես մտածել եմ, որ հայը այդ սևն է, ասում եմ, ես ինչ բանը ունես, մեկ էլ ասում է այդ իրոկեզով տղեն, ասում է, ապե հայը ես եմ, ասում է, ինքը Մեքսիկա։ Հասկոսած, այսինքն տենց մտնոլորտում իհարկե շատ ավելի հեշտ է, իսկ Մոսկվայում ես չգիտեմ, որ հայկական ինչ-որ թաղամասնի կամ բան չկա, էլի, ինչ-որ… Շատ են հայերը, բայց ինչ-որ ռազրոզին է, տարբեր տեղեր։ Պետք է ասել, որ Լոս Անջելեսը ունիկալ է այդ տեսակետից, էլի, այդ Բրբանկ, Գլենդեյլ եւ այլն, էլի։ Մի խոսքով, այդ մեկը տենց, արդեն հասկացվում է, որ այդ մարդը հավես չունի այն մարդու վիճակի մեջ մտնի։ Երկրորդը, ես արդեն իմ մասին կարամ ասեմ, ժողովուրդ ջան, ես կրթությունը բացի դրանից, որ ռուսերեն եմ ստացել, ես շատ մեծ քանակի գրականություն եմ կարդացել ռուսերեն լեզվով, գրականություն, որը հայերեն ուղղակի թարգմանված չկա, ուղղակի չկա։ Հիմա կարող եմ քիչ ավելացել, բայց այդ ժամանակ չկար, այո, շատ։ Դե հիմա ռուսերենը անհամեմատ է։ Ես օրինակ ընկեր ունեմ, ինքը անգլերեն լավ տիրապետում է, ինքը գրեթե այդ նույն գրականությունը անգլերեն է կարդում։ Դե սովետը քանդվելուց հետո իհարկե, սովետի ժամանակ ես էլ ինքն էլ ռուսերեն էի կարդում։ Իսկ հիմա ինքը լրիվ անցել է անգլերենի, անգլերենը արդեն ռուսերենից ավելի հարուստ է, էլի։ Ես նկատի ունեմ համաշխարհային մասշտաբով, էլի։ Դե ասենք նույն փիլիսոփայական կամ հոգևոր եւ այլն։ Դե խոսքով հասկացանք իրար, չերկարացնեմ։ Հիմա ես ուղղակի խնդրանք ունեմ, ինչի է պետք է այդ մարդուն տենց կոպիտ բան անել, էլի։ Նույնն էլ այդ մարդն է, մի քիչ, ասենք, վիճակի մեջ մտեք, մի քիչ իրար հարգենք, էլի։ Այդքան բան։ Ու չմոռանանք, որ մենք այդ Անահիտը ասած 13 միլիոնի մի մասնիկն ենք, դե ես գիտաշխատող եմ եղել, մինչև ասենք Սայուզով մեկ ներդնել է ինչ-որ մի հետաքրքիր գործ, լաբորատորիայում անպայման փոքր փորձ էինք անում, էլի։ Հիմա այս մեր ալիքը ընդունենք հայկական տենց փոքր լաբորատորիա, որտեղ մենք ինչը որ մեր մոտ հաջող ստացվում է, հետո կարելի արդեն տարածել, ներդնել։ Վերջ կներեք լեկցիայիս համար, բայց երևի մի անգամ պետք է այդ ասել, որ մի քիչ ավելի իրար լավ մոտենանք, էլի, մենք իրար ոչ մեկս թշնամի չենք, սենց ժողովուրդ ջան։ Հիմա գնում ենք Վազգեն Սարգսյան փողոց, այդ գործ ունենք, հասա Անահիտ։ Այդ գրողը մի հատ կոմենտ է ընդհանրում, այդ մի կոմենտ։ Հա, առավել ևս էլ, եթե ընդամենը մի կոմենտ եք գրում, մենք արդեն ձեզ լրիվ պատկերացնում ենք այդ մի կոմենտով, էլի, ինչի է պետք, էլի, կարող է դուք շատ լավ էլ հաճելի անձնավորություն եք, բայց մի խոսքով լավ վերջացրեցինք այդ թեման։ Ահա, մեր ամենափրկիչ Կոլյան ներս տողեց, ոչ մի տեղ չկար կանգնելու այ մարդս, Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Անահիտին ընդեղ
Մուսկամեջայի մոտ իջացրեցի Պարանգանի։ Ինքը ոտով վազեց, որտեղ բանկ են գնում 4-ից փակվում է այդ բանկը։ Քանիսն է, արդեն անց 32-ը։ Դե հույսով եմ Անահիտ արդեն մեջն է։ Ահա, զանգ է տալի մի րոպե։ Ահա, բանկի ներսն է արդեն։ Լավ, կարևորը հասցրեց մտնի։ Դա հետաքրքիր է, երկու աստիճան է տարբերությունը երեկոյի հետ, բայց թե ռայոնն է լավ երևի, հա։ Ժխոր չկա, ծառեր կան։ Դա նշանակություն ունի էլի, չէ՞։ Այս է բիզնես կենտրոնն է։ Ասենք 3 չառաջի օրը բանի վրա գործանալ են, ես ճանապարհած Ամեն անգամ անունը մոռանում եմ այս բիզնես կենտրոնի։ Piazza Grande, այո, Piazza Grande։ Եվ Վազգեն Սարգսյան փողոց։ Ինչ-որ անծանոթ բան կա։ Ինտերնետում գրած էր Arm Avia Bank։ Ես զանգ տվեցի, իրանք ասին այտենց չի բանկը կոչվում։ Arm Swiss է հիմա կոչվում։ Են ինչ է գրած։ Arm, չէ, Swiss չի, Arm Vis Bank։ Դե գնացինք, այստեղից անցնենք չգցի մեքենան տակը։ Հրապարակը։ Հա, լավ էլ ես ընդեղ Պաստորեն աղաքին մոտիկ կանգնացրեցի Անահիտին, այգին անցավ ու մի անգամ էստեղ բանկն էր, հետաքրքիր շուտ գտավ։ Ես դե Կոլյայի կնոջը հարցրեցի տեղը, ինքը գիտեր։ Բայց հետաքրքիր է։ Ամեն շենքի վրա էր գրած Վազգեն Սարգսյան 10։ Ամել Պաստորեն սա էլ է, հա, Վազգեն Սարգսյան 10։ Դե գնամ վերամիավորվենք։ Ինձ երևի ներս չեն թողի, արդեն 4:30 անցել է։ Լավ, Անահիտը մենակ էլ կարա անի գործարքը։ Arm Vis, այ մարդ, ես էլ Swiss արդեն մտածում եմ շվեդական բանկ է, ինչ է։ Ահա, Անահիտին բաց թողեցին։ Ես ինչ։ Նկատում ես Անահիտ։ Հա։ Վարկյան, ես մոտեցա դու դուրս եկար։ Շտիրլիցի մակարդակի գործեր են կանում։ Բայց ես որ չիջնեի այնտեղ, մենք կուշանայինք։ Ճիշտ է, դու շատ ճիշտ որոշում ընդունեցիր։ Ու ես ես էլ կասկածում եմ։ Հա, ես փողոցը։ Ինձ հաստատ չգիտեի, բայց այստեղ հիշում եմ ինչ-որ բանկ։ Այս փողոցի անունը հա պարզում ենք։ Անընդհատ հիշում եմ ինչ որ դժվար էր պարզելը։ Սրանց մոտ նայի հասցեն գրած է Վազգեն Սարգսյան 10։ Ամենահետաքրքիրը որ այս շենքի վրա էլ են կողմից գրած է Կոլյանց կողմից։ Էլի 10 է գրած։ Այդ ոնց են որոշել։ Բայց մոտ կանգնեցի։ Դե քո կարծիքով են չի Կոլյանց մոտ կանգնեցի։ Տեղ չկա, հա, կանգնելու։ Բացարձակ տեղ չկան, էլ խոսքը չէր։ Սա Երևանի մեքենաները եկել են ստե։ Մենք ասենց կարանք դուրս գանք այդ մյուս փողոց։ Կոլյանց մոտ։ Եվ մի քիչ բոսնենք։ Вообще-то ես ունենց լավ չեմ դրել ես սա։ Դե լավ դիր, մի հատ էլ զանգ տուր անե։ Զանգ տուր ինչքան կարանք ուշ գնանք, իմացի։
Հա, դու դրանով զբաղվի, ես մի հատ պարզեմ ես շենքը էլի օոնինն է, ստեղ օոնն էր, օոն ոնց է, մակ, մակի ներկայացությունն է Երևանում, ես փողոց էլ չեմ էլ հարցնի, որտև չրահակին խառը պատմություն էր, Ադամյան էին կարծեմ ասում, բայց Մելիք Ադամյանը չէր, ուրիշ Ադամյան էր, եթե չեմ սխալվում ես փողոցի անունը։ Հա, ես մեկն էլ գիտեք ինչ է, Էրեբունի հյուրանոցն է։ Չէ, են մեկը Հայաթ է ոնց որ կոչվում։ Հա, ես մեկը Էրեբունին է, այսօր մութը իմը լավը։ Այո, ճշտեցի, սա մակի գրասենյակն է, ընդեղ միտեղ նշանն էլ կա մակի, բայց ծառերը չեն թողում։ Այս փողոցով, եթե ուղիղ շարունակեք, ինչ փողոց կլինի այնտեղ, Անահիտ։ Մահեր Մկրտչյան։ Գեցես, այս հյուրանոցն է սարքեցին վերջը։ Հա։ Ավարտեցին ոնց որ թե։ Դե գնանք մի հատ Էրեբունի մուտքի մոտից, այս հրապարակը մի հատ նայենք, այս կողմերելով, այդ կողը չէ, Անահիտ։ Մի հատ ուսումնասիրենք։ Ասում էր այսօր հովոր է, հա, ավելի։ Ճիշտ ասած, ես Կոլյանց մոտից լուսեկա շատ կոմֆորտ է ինձ զգում։ Դրանց մոտ ծառեր, բան։ Այո, ապրես։ Ես ագերացը։ Ես էլ ադարել Էրեբունի պլազա բիզնես կենտրոններ են, բայց հյուրանոց էլ կա կարծեմ, մենակ բիզնես կենտրոններ չի։ Դու ստեղ գործ պետք է չէ անեիք ինչ-որ։ Այ, Անահիտ, էդ ենքան շուտ էր։ Անցել տարի է, ես հիշում։ Հա? Այո։ Նույնիսկ չեմ հիշում արեցինք, թե այստեղ են գործ արել ահագին։ Միովենթիկ։ Մովեն։ Միովեն, հա? Եթե երկու կետը ես յո եմ կարդում։ Երկու կետը Ռուսերեն։ Մի խոսքով սենց ահագին հսկա հյուրանոց է, նայեք ստեղ ինչքան հյուրանոց է, այս Միովեն ես իմ ինչը, են Հայաթը ընդեղ, են էլ ահագին մեծ, ու դե Էրեբունին։ Ես Հայաթը ու Ջերմուկի Հայաթը նույնն է, չէ? Նույն հյուրանոցներն է։ Ջերմուկը ո՞րն է։ Ջերմուկում ենք Հայաթում մնացինք։ Հա, ճիշտ է, նույն Հայաթն էր։ Ընդեղ էլ մի հատ հին շենք է երևում, են լավ շենքն է գեղեցիկ։ Ինչ անեմ, փոխեմ մի հատ կադր կամերայով ցույց տամ, հա, երևի մի րոպե։ Հա, այս մտանք մի հատ ներս, ստեղ Անահիտին հով տեղը նստացնեմ, հետո դուրս գամ ընդեղ են կամերայով նկարեմ։ Այս բիզնես կենտրոնն է, այս ինձ նկարներ են բերում, դնում են վաճառքի, գներով, ամեն ինչով։ Լավ էլի, հարուստ մարդիկ են գալի, թող առնեն մեր նկարիչները հարստանան, չէ։ Դեմ չեք, չէ։ Ընդեղ սրճարանը։ Կարողա ջուր ես ուզում խմես, Անահիտ։ Չես ուզում։ Ամեք ինչ համեստ կին ունեմ։ Մի վաղտ որ էդ իրանցում աշխատում էինք, ստեղ թողում էին, կանգնում էինք այս մասը, սաղ կոմերից են շլագվաումներ են։ Ահա, այս ես տարածքը։ Ես ներսը աղջկան հարցրեցի, կարող է ես, դե հրապարակա չէ, պաստորեն ստեղ։ Ասեցի կարող է անուն ունի հրապարակը, ասեց չէ։ Ասեցի ձեր հյուրանոցի հասցեն, Բարդման ասեց Վազգեն Սարգսյան, այս շենքն էի ասում, կհիշեք չէ,
հետաքրքիր պատշգամբ ունի։ Հենց կինո Երևանի հետևն է փաստորեն այս շենքը։ Հա, Վազգեն Սարգսյան 26 դրոպ 30 Ես այդ հայաթը դե ես Երևանի ֆոյեն էլ ցույց տվեցի, ստեղից եք մտնում ֆոյեն, հիմա, հա, այնտեղ էլ ՄԱԿ-ի գրասենյակն էր, այստեղ, այսքան բան էլ է, են շենքն էլ գեղեցիկ որ ցույց տվեցի պատշգամբով, արդեն պարզ է, մեր Մկրտչյան փողոցի վրա է։ Հիմա չգիտեմ, նույն ձևի հետ գնանք, Կոլյանցբակ, թե սենց գնանք, ինչ-որ ես Եղևնիները դուրս գալիս է։ Անայք լավ հոված է գալու։ Հիմա ինչ ասեմ կհամաձայնվի։ Չեն հենց գնանք մի հատ Հանրապետության հրապարակն էլ նայենք։ Լավ էր, հովեր ընդեղ անեց։ Շնա դիվանը, որ էդ կորզամինիցիլիցա, մի քիչ անդուրա։ Էլի կտար մի բան։ Բավոնց։ Բա էլ ինչ անայիդ, որ մի բան չգտնեմ, հա։ Նայի, ես կամարը երկու հատ է երևում, կամերայի մեջ։ Հետաքրքիր է, աշկով երկու հատ չի։ Ստեղ նայի, մեկ, Էնդեղ է բան, ինչին ասում։ Այնմարդ հես է անդրադարձը, աշկով էլ է երևում, բայց կամերան ուրիշ ձև է ցույց տալի։ Լտնանք ես ոնց է կոչվում։ Երևան Place Hotel։ Ինչ հայատան այդ։ Փոխել են անունը երևի, առաջ հայատ էր։ Նագելի ձևի փոխել են։ Անդեղ հələ սլակ կար հայատ։ Ահա, գնացինք, ստեղ երեխաներ հանդիպեցինք, ասեցինք ես իրանք ստեղ էին աշխատում։ Երևան Place, ասեցին հա հայաթը փոխել են անունը։ Իսկ ես երեխեքին նկարեցի։ Չէ։ Բա նկարին մի հա։ Լավ, մի հատ ցույց տամ լավ երեխեքին հերվից։ Ձեզ հերվից մի հատ ցույց տամ։ Որ տեսնեք հետո ձեզ։ Վաղը։ Այո։ Իրանք աշխատում են 5-րդ ալիք։ Տենց ասեցին շանթեյը չշփոթեք։ 5-րդ ալիք։ Բոմ, քոչարանը։ Beauty space, չէ, անա այդպես Վարշավիրանոց է, ինչ։ Ես կոնկրետ չի, ես շենքի մասը։ Հա, շենք, չէ, սաղ շենքը չի, ինտեղ վերևը մի հատ ինչ-որ բան ունեն, էլի, դե բիզնես կենտրոն է, ով ուզում է վերակալում։ Այդ որ եկան խուզարկում բան արեցին, դրա համար ես հիշում, հա։ Չէ, այստեղ կրակոցներ կային։ Հա, նույնիսկ։ Չես հիշում։ Այդ գիտես չկամ այդ գործում, անընդհատ ինձ վատ վիճակի մեջ ես դնում։ Դե որ լրիվ բապուպալ չխոսա։ Չէ, խոսա, բայց տենց մի զարմացի։ Ընդեղ էլ է հոտել, հա, հյուրանոց, ես արդեն, ես թևա լրիվ հյուրանոց է կարծում եմ, իսկ ես մի թևը երևի լրիվ բիզնես կենտրոն է էլի, մոտավորապես գլուխ անեցինք, հուսամ։ Հետաքրքիր է ջերմուկում էլ է հայաթը դառել Place Hotel։ Իդեպ հայաթ շատ հնարավոր է, որ դա թուրքական կապիտալով ինչ-որ բան լինի, չէ՞, որտեղ դա թուրքական խոսք է հայաթը։ Չգիտեմ։ Դες ես չեմ ամանչում, չգիտեմ ասել։ Բայց ես չեմ զարմանում, բայ, չգիտես։ Բայց նկատում ես, չէ։ Ես ու դու ենք, իրար սիրում ենք, իրար հետ երկար ապրել ենք, բայց ոնց է ամեն մեկը ուզում իր եսը պաշտպանած լինի մյուսի հետ համեմատած։ Իրանից բան ներկայացում, թե չի։ Հա, լավ, ապա։ Իրար մեջ մենակ
բայց տենց մոլեգին ձևով պաշտպանել, ոնց որ ես եմ պաշտպանում իմը։ Տենում ես, տանը ապակիները կանայք են լվանում, իսկ դուրսը լրիվ տղամարդիկ։ Ուրա։ Հեսա։ Ես վերևներն եմ նայում։ Չգիտեմ, ես արդեն բաղուց ինքս չեմ լվանում։ Ես եմ լվանում։ Չէ, ոչ էլ դու։ Ո՞ր են կանչում։ Այստեղ հետաքրքիր դիդար սեյր գիթի։ Նայեք ինչ ա գրած, ավտոբուսի տոմս, Թեհրան, Թավրիզ, Ջուլֆա։ Հետաքրքիր է։ Էս ինչ է։ Բնակարանների վարձակալություն։ Հա։ Մի խոսքով չէ պարսկական բաներ են, էլի։ Կանտորաներ, Գործակալություն։ Ռեսանայ ջան։ Են Ամերիկայից աղջիկը շատ գող կլինի քեզանից։ Իդեպ չիմացան թե աղջիկ էր, թե տղամարդ էր Ամերիկայից որ լավ հայերեն ա խոսում։ Չգիտեմ։ Աստորեն այդ փոքր նկար կար այնտեղ միայն տղամարդկանց դեպքեր էին։ Դուրս եկանք Հանրապետության հրապարակ։ Ես էիք ուզում հայր։ Շատրվանները միացրած են։ Կլաս։ Բայց գլխավորը էլի չի աշխատում։ Գլխավորը գլխին Կարողացան այսքան տարվա մեջ այդ խելքի բերել այդ մեկը։ ինչ որ օին են խաղաց աշխիսոմետ։ Հա, անենց ոտեց հնարավոր չի նորից։ Դե գիտես, կյանքի փորձը ցույց է տալի, որ գլխավոր ելնելը շատ վտանգավոր զբաղմունք է։ Սաղ կողմերից ուզում են գլխի տոյին խաղան։ Չէ՞։ Հենց որ մեկը դառնում է գլխավոր սաղ հարցակում են։ Չմիջտեղը դրած է դեմ ուզում հասկանամ։ Չգիտեմ, սպասի մի րոպեանա այդ այր զգում եք, չէ՞, հետևի շենքը ինչեր է արել։ Մեր անտիր հրապարակի այս անընդհատ են տալի։ Բայց շենքեր ինչ են արել։ Հա, դե նրանք հələ մի քիչ հեռու են, ես հենց եկել է ու գլխին դրախք։ Հա, այս հետաքրքիր հարց տվիր, ես ինչ են պատրաստում ստեղ։ Պատրաստում են թե ընդհակառակը։ Հավաքում են, ասում ես։ Դեմոնտաժ են անում։ Գիտես ինչի համար է դրած։ Ասը։ Չիմացար։ Ոչ։ Ջրի ալիքա նկարած անայդ։ Բանն է, էլի։ Հարթավան։ Այո, դեռ չեն ճիշտ ասեցիր էլի, դնում են, թե արդեն հավաքում են։ Դնում ես ոնց եմ քո եսը պաշտպանում անայդ։ Վերջացրու, հա, յուրոնյատ։ Ինգդա։ Դե ինչ, մինչև 6 ասում ժամանակ ունենք։ Թե 6-ին պետք է դեպքի վայրում ելնենք։ Вообще-то 6:30 մինչև, բայց ես ասի կարողա շուտ գանք։ Գալով գողացիր մի խոսք։ Արի հիմա ես փողոցով գնանք, էլ նույն ձևով։ Որ Անայդ ջան։ Հա իհարկե, հավեսունի նորից։ Վազգեն սրցել։ Ընդեղ գնա։ Եթե թույլ տաս, ես կամերան փոխեմ, Արի ես Ձեռներս- մեքենաների ճանապարհից մի քիչ շուտ անցնեմ։ չփոկվի ինգնի։ Ինչ է սա։ Գնացինք։ Այ հիմա ջուր ուզեցի։ Սառը ջերվի։ Համեստությունը բռնել էր են Չէ, սրճարանում։ հենա գնանք այդ բիզնես կենտրոնի ներքևը երևի կլինի էլի։ Հա գնանք, բայց այդ շատ չենք ժամանակ կորցնելու։ Չէ, լավ։ Մի 10 րոպե էլի։ Վազգեն Սարգսյան։ Բայց չասեցինք ինչոց էր, անայդ, ընդեղ փոստներ, հետո հիմա կապի նախարարություն պետք է որ լինի, չէ՞։ Լավ չասինք, ինչ անենք։
Ես էլ Converse Bank։ Տեսեք, ես քեզ ասեցի, հենց Converse Bank-ը վերջանում է այդտեղ։ Ահա, նայ ջան, սաղ տենց է։ Դու ամենահանճարեղ միտքդ, որ այնտեղ են մայթում, ասեցիր կանգնի, ես իջնում եմ ստեղ։ Ես էլ վախեցա, ասի, հաստատ գիտես անայդ, ասիր հա։ Ես չասեցի հա, ես ասեցի հաստատ։ Հաստատ։ Ես ռուսերեն բան ասեմ, դու թարգմանի հայերեն։ Один ум хорош, а два лучше. Մեկ խելքը լավ է, երկուսը ավելի լավ։ Այլ, հաստորը։ Բայց դու զգացել ես։ Հայերեն ասում են խելքի տանք, Հա։ այ ռուսերենում տենց բան չունեն։ Ես հիմա այդ ուզում ասեի, որ ամեն լեզվում ինչ-որ բառակապակցություններ կա, որոնք շատ լավ հնչում են։ Շատ Իսկ դիպուկ են։ թարգմանությունը արդեն այն չի լինում։ Հա, Այդ նույնը ռուսերենից հայերեն կամ հայերենից ռուսերեն կամ ես իմ որ լեզվից որը այդպես է։ հա, հա։ Դե օրինակ խելքի տանք։ Այո։ Ռուսերեն ոնց կասես։ Հետաքրքիր է անգլերեն կա։ Դադիմ ումու։ Այդ բառեզբույն իմաստով էլի թարգմանեցի, բայց Այդ տղեկը մի մոմենտ ինչ-որ ծիծաղ։ զաում։ Ինչ խելքի։ Այո, զաում։ Դու չմորդ։ Զաում են ցնդացների մասին են ասում։ Մենք ասում ենք զարազ։ Հա, ճիշտ է, զարազ։ Կամ էլ դաում։ Դաում, ավելի լավ է, կամ թե ում։ Դա լավ պետք է Լավ ռուսների մեքենա։ ող չունենան այդ մի միտք արտահայտող բաննել։ Սենց գնացի, անայտին հանդիպեցի, էշլամվա ոյ ուզում է գլխիս խփյա։ Այդ տղեկը այդ ասել եմ ոնց։ Սրենքան բանկեր կան։ Ես էլ ակբա։ Ես ստեղ տղաներ էին նստած, ասեցի ես բանկան Սվիսն, ասեցի այո։ Դե ես չէի տեսնում կերպ։ Արս Սվիս չէր, բարզ։ Սվիս, բանկ։ Սա չկար է, բարզվեց։ Բա ինչ։ Արմ վիս բանկ։ Ախոտը։ Հա, ես եկա կարդացի վրան, որտեվ ես արդեն մտածում էի շվեդական բանկը։ Բա ինչ է այդ վիսը նշանակում։ Ներս էին քեզ Հասկանում էինք։ հազիվ թողել հարցնեիս։ Չէ, ինձ նորմալ թողեցու։ Ես մտա առանց ոչ մի դժվարությունների, բայց դու որ մոտեցա արդեն դուրը փակ էր։ Ես ուսկի չփորձեցի էլ մտնեմ։ Ես քրականով պետք է վերև բարձանա, հա, այդ լավը։ Թե չէ արդեն ուզում է ասեի գնանք պուլպուլակ գտնենք։ Ագբա բանկ, ներքև ենք եչնում։ Այո։ Իջանք։ Ստեղ բե անգամ հաց են կերել, չէ։ Այո։ Զուգարանն էլ Ձախ կողմը։ Աշուրա մի խփի կաներային։ Զուգարանն էլ կոդով էր, հիշում ես։ Այստեղ էլ են դες բացել արդեն, մենք ձախ կողմն ենք կերել։ Այստեղ կար ես կաֆեն։ Չեկի վրա։ Մի անգամ Ալիսայից հետ էլ ենք նստել ես կաֆեին։ Էս մեկը չէր։ Հա, էս- Այս մեկն էր։ Հա։ Հա, այդ հաստատ հիշում եմ, ալկայի հետ նստած էինք ստեղ։ Մենք ինչ սովորել ենք, Ալիսայից ենք սովորել։ Այս ուտելիքների գործում։ Միայն ուտելիքների չէ, բոլորը։ ինքը- Ինչ որ մենք չգիտենք։ Այս կողմերը աշխատում էր, չէ։ Ըստ մեր հասակի Ալիսան բոլորը գիտի։ Դե աշխատում էր, լանչի էր դուրս գալի։ Բացին որ հանայց, ստեղ չաշխատեր, որ դեից էր ստեղի։ Ես էլ եմ։
Ամեն ինչ գիտի։ Հա, դե աշխատանքն է։ Էս ինչ, այս մեկը անա դե ինչքան շատ է, էս լրիվ United Kitchen, դες։ մոլա դառը։ United ինչ է նշանակում, ամերիկյան չի, պրոստը։ Объединённая։ Հա, Abidjan։ Դե գիտեմ, Դե մի քիչ նայենք, այս սաղ նորություն անա, չկար սենց բան, ընդեղ էլ պիցա է։ Made in, են ինչ է գրած, Italia։ Բատալիա։ Բատալիա չի, առաջի տառը է, անա, այդ էլ մի ջղայնացրա։ Ճիշտ է։ Յոթես։ Աստե էլ երաշտությունը։ Italia ինչ է նշանակում։ Italia։ Մեծատարը որ գրած է, ինչ է։ Իտալիա։ Իտալիա չի գրած։ Հա, երեխեք։ Երեխեքը բացատրեցին, որ իտ խոսքը նկատի ունենալով բառախաղ են սարքել։ Իտալիա։ Հա, made in մի խոսքով լավ։ Մեզ էլ ջուր տվեցին, լավ սառը նստեցին։ Հետ էլ պտտվենք ես մեգամոլով։ Սենդվիչ, ստեղ սենդվիչներ են։ Դե գիտեք, քանի որ բիզնես կենտրոն է վերևել, սաղ հիմնարկներ են, ու ուստերեթին արդարացում է իրան, էլի։ Այսքան ուտելու տեղեր իջնում են, այստեղ էինք մենք նստել, չեմ հիշում ինչ կերանք, բայց լավ էր, գոհ էինք էդ հիշում եմ, այս արդեն բիզնեսի գործերն են։ Լավ, ես կոդ ունեմ, գնանք զուգարան մի հատ Վարգս և ինչ հաճելի բան է, չէ՞ շոքին լվացվելը շատ դրական է։ Էլ դուշի մասին չեմ խոսում։ Ու փոստերեն ինչքան սոսկալի են երկրները, որտեղ ուժեղ շոքա ու ջուր էլ չունեն։ Շատ տխուր բան է, չէ՞։ Լավ գնացինք անրիկվել, այն Իտալիա։ Լավ եմ մտածի, Italia Corner անունը։ Քինացինք, չեզում լվացվես, նենց հավես է, սառը ջուր, հաջան։ Հա, դե կոդը տամ։ Առանց կոդիքի լույր աղացվեց։ Ներսնա։ Անհետին գայտա կղեցի, սառը ջրով լվացվել է գնաց, էլավ ես բարձանամ, սենդվիչ, այս տեսել ենք սենդվիչը ծանոթ էր, գիտեպ ասեմ, այս շենքի վերևը, վերևի հարգերում, բնակելի բնակարաններ են, մենք այդեղ գործ արել ենք, դրա համար հաստատ գիտեմ։
հաճելի է, չէ։ Դուրս գալ ու սենց տեսարան տեսնել։ Շատ լավ է։ Գնամ նստեմ, ծխեմ։ Անայտը իմ ծխելու տեղը նստեց։ Գնամ մեքենան վերեմ, ինչ գեղեցիկ է ստեղ, չէ, բայց նայեք։ Լավն է։ Լավ է ստացվել։ Դե հին ծառերը ուրիշ հմայք ունեն, էլի։ Այսքան մոտիկ ան այդ ինձ թված ակին հեռացել եմ։ Ինչ այսքան տեղը կարենք իրար հետ գնայինք։ Լավ, գնամ։ Անայտը դանդաղ է գալի, մտամ ես ինչ արեցի այսքան նկարելով։ Լավ անջատեմ աղագինելու տեղ ունենք։ Պետության հրապարակը անցնենք, փակվեց դռները, մտնենք Նալբանդյան ու գնանք ուր, մոտավորապես Ճոպանովի, չէ՞։ Մոտավորապես այո։ Հետո ուծամբ Չէ, գնանք մեր բաները ստանանք, էլի։ Պուտովկեքը են ընկերոջս մոտ Արմենստանը են փոքր տանը հրդեհերև է, եկե պաժարնիկները եկան, գոռում է Պուտովկեն ուրա, բերեք Պուտովկեն, մի հատ էս Պուտովկեն ստորագրեք։ Ստորագրեցին, նորը սկսեցին հրդեհը հանգցնել։ Սախարովի հրապարակ, ես էլ խոստացած Ճոպանովին, նախկին ինչը հետևնելը չգիտենք, ու թեքվենք Չարենց, գնանք Ձերժինսկիի մոտ հետադարձվենք, գանք մտնենք Հերացի փողոց դեպի Հատ Ձերժինսկի փողը դպրոցի վրա նայենք, հա, իդեպ կոչվում է ստեղավորվեցի, թե չէ։ Ջոն Կիրակոսյան։ Այո, Ջոն Կիրակոսյան։ Հերացի փողոց։ Ինչ լավ տեղական գնանայդ, հով։ Թթի տակ։ Սավ թուտը բրենյա թապում։ Հետ լավ է, էլ չեմ նախանձի։ Ես ինչ լույս է դժվար նկարելու համար։ Հեսա անջատ է էլի դժվար է, ինչ ես։ Հա, ես արևի տակ որ չնկարես չի լինի։ Եկանք հասանք։ Դուրս եկանք արդեն միասնիկ են։ Այս վերևի շենքերը ստեղից լավ է երևում, չէ։ Հա։ Ես այդ դիմացը ինչ են սարքել։ Ես տեսնայի։ Ինչու մի հատ մանր, այնքան որ են շենքի տեսանը փճացում է։ Այդ մանր մուները
Շուտ անից եղել է ամեն առաջին։ Եթե չեմ սխալվում, դա հիմա պետական բան է ինչ-որ։ ԱԱՑ-ի գերատեսչության տակը ոնց որ թե։ Դու տեղ եղել ես։ Այդտեղ, հա, գործ արել ենք, այն ժամանակ Սերժ Սարգսյանի բանն էր, չգիտեմ ինչ էր, ինչ-որ տես պետական բան էր, բայց ռոզնատուն էր էլի։ Բայց ես է Սլիսկայա ինչը իր տունը չէր։ Ինչ-որ տես բան էր էին ասում, կարող մենք դրանից հետո ենք եկել, չեմ հիշում, հա։ Ամենադեպս այդտեղ գործ ենք արել։ Եկա քաղաքել այդ ստեղ տեսնես էլի։ Հա։ Ստեղ աղաքին կառուցված Սարի գլխին։ Դե հրաժեշտ ենք։ Լավանակ հայր ջան։ Դե հասնենք են սիրտը նվիրենք մերոնց։ Կարելի է, ամանավանդ այդքան շատ չի խցանում։ Հա, ինչ-որ հանգիստ է այսօր։ Ահա։ Էս բանն է, սվիտաֆորն է։ Հա, ճիշտ է, կարմիրը։ Բոլոր դեպքերում չգիտեմ ինչի է շարքը միշտ ավելի արագ է գնում։ Հետ տրամաբանություն չկա, բայց ես քեզ հիշում ես ամենասկզբից ասում էի, դա հնարավոր բան չի, բայց հետո համոզվեցիք, չէ՞։ Հա։ Կային ես ինչ լավ տեղ է գտել։ Ծառի տակ կանգնել են։ Մուղամներով։ Ես ինչ խոսքեր գիտես անեք։ Այդ մեր մոտ մի հատ շատամարդ էր, լեննականցի էր, լաբորատորիայի վարիչ էր։ Նոր առել էր Ժիգուլին, հետո ստեղ այս ստրասայում մի հատ ինսպեկտորն ես պաղկվել էր էլի, այն վաղտ է մեքենաներով չէին այդքան պտտվում։ Պաղկվել էր, սա չեմ անում ինչ խախտում էր արի, ասած դուս էր թռե, ուրախ, սենց փայտիկով, սա ասել էր դե լեննականցու բարբարով, աշխա բանը պահմտոցի ես խաղում, ինչ ես անում, ծու, են էլ ինչ-որ բաներ ասել, սա չղայնացել էր պրավան ճաղեց շպրտել էր, մեքենանից սախեց, անցանք, Սրտիկների տակով անցանք, տակով, սրտիկները ձեզ, սերը ձեզ, Երևանն է մեր, չէ, Երևանն էլ բոլորիս, և առողջություն, և խաղաղություն։ հա, ուղղակի սրտիկները ձեզ հասկացել, միշտ առողջ և մնաք խաղաղությամբ։